Իրանի ու Միացյալ Նահանգների միջև փոխըմբռնման հուշագիրը հնարավոր է ստորագրվի մոտ օրերի ընթացքում տեղեկություններն այդ մասին տարածում են ամերիկյան լրատվամիջոցները, չնայած դրան փխրուն հրադադարը 3 կրկին խախտվել է, հարցականի տակ դներով բանակցությունների արդյունավետությունը։ Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը, Արտյոմ, սպասվում էր, որ միջնորդավորված բանակցություններն ուրբաթ օրը կարող են բեկումնային դառնալ։ Այո, ամերիկյան Axios պարբերականի տեղեկությունների համաձայն Վաշինգտոնը 48 ժամ էր տրամադրել Թեհրանին վերջին ամերիկյան առաջարկներին պատասխանելու համար։ Պակիստանացի միջնորդների միջոցով պետք է այդ պատասխանը ստանային Վաշինգտոնում։ Այս պայմանությամբ դեռ չկա տեղեկություն, արդյոք պատասխանը եղել է եւ եթե եղել է ինչպիսին է այն եղել, բայց ըստ որոշ տեղեկությունների այդ ժամկետը երկարացվել է եւ Իրանի պատասխանը հնարավոր է մինչեւ կիրակի օրը ստանան ամերիկացիները։ Եվ եթե այդ արձագանքը դրական լինի, հավանական է, որ կողմերը արդեն հանդիպեն կոնկրետ հուշագիր ստորագրելու նպատակով։ Այդ հուշագիրը լինելու է այսպես մեմորանդումի տեսք ունեցող մի թուղթ, մտադրությունների մասին վկայող փաստաթուղթ, որը ընդամենը 1 էջանոց է լինելու եւ ըստ էության դա լինելու է ճանապարհային քարտեզ հետագա 30 օրվա ընթացքում բանակցությունները շարունակելու հերթականության մասին։ Եվ այդ բանակցությունների փուլի արդյունքում արդեն ենթադրվում է, որ կստորագրվի համապարփակ փաստաթուղթ խաղաղության մասին։ Սակայն Դոնալդ Թրամփը ընդգծել է, որ հուշագրի ստորագրությունը արդեն նշանակելու է, որ խաղաղություն է հաստատվում։ Հավանական է, որ այդ վերջին փուլի բանակցությունները եւ պոտենցիալ ստորագրումը փաստաթղթի տեղի ունենա Ժնևում եւ Թրամփի համար սկզբունքային է, որ այդ ամենը տեղի ունենա մինչեւ նրա Չինաստան մեկնելը։ Նրա պաշտոնական այցը Պեկին սպասվում է մայիսի 14-ին, այսինքն այդ բեկումը, որը ակնկալում ենք պետք է որ տեղի ունենա մինչև այդ օրը։ Թրամփը ընդգծել է, որ գործարքը կարող է կնքվել ցանկացած օր, բայց հնարավոր է նաև չկնքվի։ Նշեմ, որ մինչ վերջերս Թրամփը իր ամերիկացի բանակցողների մասին փորձում էր այսպես կոմպլիմենտներով խոսել, փորձելով տարբերակել Իրանում տարբեր ուժային կենտրոններ եւ շոշափել այն ուժային կենտրոնները, որոնք առավել կոնստրուկտիվ են տրամադրված։ Վերջին շրջանում խոսում է իրանական ղեկավարության մասին որպես միասնական մի ուժի մասին եւ դա առավել ակնառու դարձավ նախագահ Փեզեշքյանի հոգեվոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ միջև վերջին անձնական հանդիպումից հետո։ Իսկ երեկվա հրադադարի խախտումը ազդել է բանակցությունների վրա։ Թրամփը, հիշեցնեմ, երկարացրել է այդ հրադադարը, մինչ այդ էլ հաշվի առնելով բանակցություններում դրական տենդենսները, դադարեցրել է ռազմական գործողությունները այդ Հորմուզի նեղուցում ապաշրջափակման նպատակով, բայց երեք իսկապես վտանգավոր բան տեղի ունեցավ, կողմերը փոխանակվեցին հարվածներով եւ դա ամենամեծ հրադադարի խախտումն էր այդ վերջին 30 օրվա ընթացքում, թեև կողմերը հավաստիացնում են, որ իրենք չեն տուժել է հակառակ կողմը, դա իսկապես կարող էր ազդել բանակցությունների վրա, բարեբախտաբար երկու կողմն էլ հաստատել են այն, որ այժմ լարվածություն չկա եւ հրադադարին եւ ինչպես նաեւ բանակցությունների ընթացքին դա որևէ կերպ չի ազդի։ Հակասական տեղեկություններ են ամեն դեպքում տարածվում հուշագրի տեքստի վերաբերյալ։ Այո, բովանդակության վերաբերյալ շատ տարբեր տեղեկություններ են հասնում տեղեկատվական արտահոսքների միջոցով, մամուլի միջոցով, մինչ այդ սկզբում խոսում էին այն մասին, որ 12 կետից է բաղկացած լինելու փաստաթուղթը, վերջերս խոսվում է, որ այն 14 կետ ունի, Իրանի խորհրդարանի նախագահ Գալիբաֆը հայտարարել է, որ այն ցուցակը կետերի, որոնք հրապարակվում են ամերիկյան մամուլում, ընդհանրապես ամերիկյան ցանկությունների ցուցակ է, մինչդեռ այժմ քննարկվում է այլ տարբերակ, որը շատ ավելի ընդունելի է իրանական կողմի համար։
Հետևյալ հակասություններն են, որ ակնառու են, մասնավորապես այդ Իրանի արտադրության հարստացման մորատորիումի ժամկետների մասին։ Միացյալ Նահանգները ի սկզբանե պնդում էին, որ այդ մորատորիումը տևի 20 տարի, իրանացիները պահանջում էին, որ ոչ ավել քան 5 տարի։ Ի վերջո, որքան հասկանում եմ, այժմ քննարկում են 12-ից 15 տարի, այսպես կոմպրոմիսային տարբերակը։ Ինչ վերաբերվում է հարստացված ուրանի ծավալները Իրանից դուրս բերելու, ապա Միացյալ Նահանգները պահանջում էին, որպեսզի ողջ հարստացված ուրանի ծավալը դուրս բերվի, Իրանը պնդում էր, որ դուրս բերվի միայն այն ծավալը, որը այդ գեր հարստացված ուրանի մասին է առաջարկում խոսել միայն։ Տարբեր տեղեկություններ են տարածվում պատժամիջոցների հանման ժամկետների եւ պայմանների մասին, ինչպես նաեւ իրանական նավահանգիստների ապաշրջափակման պայմանների մասին։ Արտեմ, եթե հուշագիրը ստորագրվի, դա ավելի շատ ում հաղթանակն է լինելու։ Երկու կողմերն էլ հիմա նպատակ ունեն այս իրավիճակից դուրս գալ դեմքը պահպանելով եւ երկու կողմերն էլ փորձելու են համոզել սեփական երկրի հանրությանը, որ հենց իրենք են հաղթել։ Հավանաբար փորձ անելով շեշտը դնել այն կետերի վրա համաձայնագրի, որոնք ավելի շատ հենց իրենց շահերից են բխում։ Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմեդ Ռեզա Արեֆը արդեն հայտարարել է, որ շատ շուտով Իրանի ժողովուրդը տոնելու է Միացյալ Նահանգների նկատմամբ ջախջախիղճ հաղթանակը։ Մինչդեռ ԱՄՆ նախագահը պնդում է, որ իրանացիները այդ փաստաթուղթը ստորագրելով կճանաչեն սեփական երկրի կապիտուլյացիան։ Նա ընդգծում է, որ հենց իրանացիներն են աղաչում նրան գործարք ստորագրել եւ ընդգծում է, որ Իրանը այլևս զինված ուժեր չունի, այն դրանք ջախջախված են եւ այսուհետ Իրանը կարող է կրակել միայն պարսատիկներից։ Դա այն դեպքում, երբ Washington Post պարբերականը վկայակոչելով կենտրոնական հետախուզական ծառայության վերջին զեկույցը խոստովանում է, որ հնարավոր է Իրանին հաջողված լինի պահպանել իր բալիստիկ հրթիռների մոտ 70%-ը։ Այսինքն յուրաքանչյուր կողմ ներկայացնում է հակառակին որպես պարտված եւ դա հաճախ է տեղի ունենում լոկալ այսպիսի բախումներից հետո։ Իսկ իրականում ով է հաղթել, կարծում եմ, եթե հաջողվի ստորագրել այդ փաստաթուղթը, հաղթած կլինի մարդկությունը, քանի որ կարգավորված կլինի մի հակամարտություն, որը իրական շանսեր ուներ վերածվելու մեծ գլոբալ պատերազմի։ Սակայն գլխավոր հարցը այն է, արդյոք սա վերջն է լինելու, թե սա լինելու է վերջը միայն առաջին սերիայի։ Շնորհակալություն, Արտեմ։